Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում աղաքալակի ձայնը ռադիոն է, և այսօրվա մեր թեման է գիտելիք, կրթություն և գիտակցություն մարդու իրական չափանիշը։ Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գիտելիքը հասանելի է գրեթե բոլորին։ Մեկ սեղմումով կարելի է գտնել տեղեկություն, կարդալ, լսել, դիտել և սովորել։ Բայց հարց է առաջանում. եթե գիտելիքը այսքան հասանելի է, ապա ինչու է աշխարհը շարունակում սխալվել։ Պատասխանը պարզ է, բայց խորքային, որովհետև գիտելիքը դեռ կրթություն չէ, իսկ կրթությունը դեռ գիտակցություն չէ։ Գիտելիքը սկսվում է տեղեկությունից, բայց չի ավարտվում դրանով։ Գիտելիքը ծնվում է այն պահին, երբ մարդը չի բավարարվում լսածով, այլ սկսում է մտածել, կասկածել, հարցնել։ Կրթությունը ճանապարհ է, որն օգնում է մարդուն սովորել այդ մտածողությունը, այն սովորեցնում է ոչ թե հիշել, այլ ինչպես հասկանալ։ Բայց գիտակցությունն է այն ամենաբարձր աստիճանը, որին մարդը կարող է հասնել։ Գիտակցել նշանակում է զգալ պատասխանատվություն քո գիտելիքի համար։ Հասկանալ, որ ամեն մի իմացություն պարտավորեցնում է քեզ լինել ավելի արդար, ավելի զգոն, ավելի մարդկային։ Կարելի է ունենալ բարձրագույն կրթություն և միևնույն ժամանակ չտեսնել դիմացինդ կանգնած մարդուն։ Կարելի է շատ բան իմանալ և չկարողանալ տարբերել ճիշտը սխալից։ Կարելի է խոսել խելացի բառերով և չկրել բարոյական պատասխանատվություն։ Սա է պատճառը, որ այսօր մեզ պակասում է ոչ թե գիտելիքը, այլ գիտակցությունը։ Աշխարհը չի փոխվում միայն խելացի մարդկանց շնորհիվ։ Աշխարհը փոխվում է գիտակից մարդկանց շնորհիվ։ Գիտակից մարդը նա չէ, ով ամեն ինչ գիտի։
Գիտակից մարդը նա է, ով գիտի ինչի համար է սովորում, ինչի համար է խոսում և ինչի համար է լռում։ Այս թեման հատկապես կարևոր է մեզ համար, ախալքալաքում։ Այստեղ կրթությունը միշտ էլ եղել է արժեք։ Այստեղ դպրոցը միայն դասարան չի եղել, այլ համայնքի սիրտ։ Այստեղ ուսուցիչը միայն դաս տվող չի եղել, այլ մտածողություն ձևավորող մարդ։ Ախալքալաքում մենք հասկանում ենք, որ կրթված լինելը միայն անձնական ձեռքբերում չէ։ Դա պատասխանատվություն է համայնքի սերունդների և ապագայի առաջ։ Երբ մարդը գիտակցում է իր դերը, նա այլևս չի սովորում միայն իր համար։ Նա սովորում է, որպեսզի կարողանա օգտակար լինել, որպեսզի կարողանա խոսել ճշմարտություն, որպեսզի կարողանա պաշտպանել արժեքներ։ Այսօր տեղեկատվության աղմուկի մեջ շատ հեշտ է մոլորվել, շատ հեշտ է ընդունել ամեն լսածը որպես ճշմարտություն։ Բայց կրթված և գիտակից մարդը չի շտապում հավատալ։ Նա ստուգում է, վերլուծում է, մտածում է, նա հասկանում է, որ գիտելիքը ուժ է, իսկ ուժը միշտ պահանջում է խիղճ։ Գիտելիքը կարող է կառուցել, բայց կարող է նաև քանդել։ Կրթությունը կարող է բարձրացնել, բայց կարող է նաև հեռացնել մարդուն մարդուց։ Միայն գիտակցությունն է, որ պահում է հավասարակշռությունը։ Եվ հենց այստեղ է մեր ընտրությունը։ Լինել պարզապես տեղեկացված, թե լինել կրթված։ Լինել կրթված, թե լինել գիտակից։ Որովհետև իրական առաջընթացը չի սկսվում տեխնոլոգիաներից, այլ մարդու մտածողությունից։ Իսկ մտածողությունը սկսվում է այնտեղ, որտեղ կա կրթություն, և ավարտվում է այնտեղ, որտեղ կա գիտակցություն։ Շնորհակալություն սիրելի ունկնդիրներ։ Թող գիտելիքը մեզ դարձնի ուժեղ, կրթությունը ձևավորված, իսկ գիտակցությունը մարդ։ Շնորհակալություն։